Միայն այս պահին արդեն միայն ես 800 խոստում եմ առանձնացրել, որ նա տվել է ու չի կատարել։ Պատկերացնում եք ինչ ահռելի թիվ է։ 800 խոստում, որոնք եթե կատարվեին, Հայաստանը կդառնար դրախտ։ Զինվորների ծնողներին խաբել է խոստանալով, որ նրանք էլ ծանրոց չեն ուղարկելու։ Գործազուրկներին խաբել է խոստանալով լիքը ներդրումներ ու աշխատատեղ։ Արտագաղթածներին խոստացել է, որ ներգաղթ կլինի։ 100 անգամ խոստացել է, որ ոստիկանությունում բարեփոխումներ կլինեն։ Էլ պարեկ ստեղծեցին, էլ գվարդիա ստեղծեցին, ինչ ասես չստեղծեցին։ Ոստիկանություն, որակ այդպես էլ չի փոխվել։ Խոստացել է բռնությունները մերժել, բայց քաղաքացին իշխանական այդ նույն ոստիկանական բռնությունների պատճառով զրկվում է ձեռքից։ Գյուղացիներին այնքան խոստումներ է տվել, ոռոգման ջրից, չմշակվող հող չլինելուց մինչև անտոկոս վարկեր, կաթիլային ոռոգում ու խելացի անասնագոմ։ Խոստացել է պետական պարտքը այլևս չավելացնել, հենց այսօր եւս 90 միլիոն եվրոից ավելի վերցրել է։ Խոստացել է արագաչափերը հանել, խոստացել է կոռուպցիան վերացնել, խոստացել է հայկական ավիափոխադրող, խոստացել է բանտերի թեթևացում, բանակի զինում, այդ թվում հայկական ժամանակակից զենքերով։ Խոստացել է, որ որևէ բիզնեսի փայտ չի մտնի, որևէ բիզնես չի խլի։ Մամուլի ազատության մասին է խոստացել, բազմաթիվ գործարանների մասին, էլ գազաբալոնների, էլ շաքարի, էլ ավտոմեքենաների, անգամ ինքնաթիռի, էլ ադամանդի։ Խոստացել է հարկատուների գումարները անիմաստ չծախսել, մենաշնորհների վերացման մասին է խոստացել, քաղբանտարկյալներ չլինելու մասին է խոստացել, գնաճ չլինելու մասին է խոստացել։